Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հիմա գանք ներքաղաքական օրակարգերին։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը իր հիմնադրման առաջին օրվանից փոփոխությունների ամենաարժանավատ ճանապարհը համարել է ընտրությունները։ Մեր կուսակցությունը ստեղծվեց, բայց պաշտոնական գրանցում ստացավ պատերազմից 2 օր առաջ, իսկ մենք մեր բուն գործունեությունը ծավալել ենք հետ պատերազմյան փուլում եւ ստեղծման առաջին օրվանից ընտրությունները համարել ենք փոփոխությունների ամենաարժանավատ ճանապարհը։ Ինչու՞։ Փողոցային պայքարին էլ դեմ չեմ, իմպիչմենտին էլ դեմ չեմ։ Ես նախընտրությունները եւ քաղաքական որևէ այլ գործիք երբեք հակադրության մեջ չեմ դրել, երբեք։ Չի կարելի նպատակը միջոցների հետ շփոթել։ Ճանապարհները երբեք չեն կարող հակադրվել, իրենք կարող են համադրվել, առնվազն իրար չխանգարել։ Բայց ինչու է ես համարում, որ ընտրությունները ամենաարժանավատ ձևն են փոփոխությունների, որովհետև ես շատ մանրամասն ուսումնասիրել եմ հետպատերազմյան հասարակությունների մենթալիտետը, վարքագիծը, հոգեբանությունը, ոչ միայն Հայաստանում։ Ուսումնասիրել եմ նաև գերմանական փորձը, ճապոնական փորձը, որոնց հասարակությունները մեծ շոկ են ապրել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Հետ պատերազմյան հասարակությունները որպես կանոն մեծ ձգտում ունեն փոփոխությունների նկատմամբ, բայց գերադասում են այդ փոփոխությունների անցնցում ընթացքը։ Պարզ բացատրեմ ինչու։ Որովհետև հետ պատերազմյան հասարակությունները ներքին ֆոբիաներ ունեն, որ ցնցումները կարող են բերել արտաքին միջամտության։ Դրա համար նրանք ցանկանալով փոփոխություններ գերադասում են դա քվեախցերում, քվեատուփերի միջոցով իրականացնել, որպեսզի ցնցումների դաշտ չբացվի, ինչի հետևանքով նաև արտաքին միջամտության։ Հետևաբար ես բացառիկ հնարավորություն եմ տեսնում, որ 2026 թվի խորհրդարանական ընտրություններով հունիսի 7-ին հնարավոր են Հայաստանում որակական փոփոխություններ կամ իշխանափոխություն։ Մեծ հնարավորություն եմ տեսնում։ Իհարկե, դա չի նշանակում, որ մենք բոլորս պիտի նստենք եւ սպասենք հունիսի 7-ին, որ մի երաշտ տեղի ունենա։ Որպեսզի տեղի ունենան փոփոխություններ, պետք է Հայաստանում առաջիկա 2-3 ամիսներին ձևավորվեն կոնսոլիդացիոն մի քանի կենտրոններ ընդդիմադիր, այդ գործընթացը կարծես թե ընթացքի մեջ է, որոնք հասարակության մեջ հավատ կծնեն առայն, որ ընտրությունների կամ քվեարկության միջոցով հնարավոր են փոփոխություններ։ Այդ հավատը եթե հասարակության մեջ սերմանվի, հավատացեք, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը այնքան գահավիժած է, հասարակության փոփոխությունների ձգտումը այնքան մեծ է, որ փոփոխությունները կլինեն։ Այս վիճակում, այո, ընդդիմադիր սեգմենտները, նաև մեր կուսակցությունը շատ անարդյունավետ են աշխատել եւ դերևս հասարակության մեջ այդ սպասումները չկան։ Երկրորդը, բացի այլընտրանքային կենտրոնների, այլընտրանքային ծրագրերի արկայությունից շատ կարևոր է, որպեսզի դիմադիր բոլոր կուսակցությունները անկախ տարաձայնություններից եւ հակասություններից առնվազն 2 հարցում միասնական ճակատ ունենան եւ միասնական ու հետեւողական պայքար ծավալեն։ Հայաստանում պետք է դադարեցվեն ռեպրեսիաները։ Հայաստանում չպիտի լինեն քաղկալանավորներ։ Իդեպ առիթը օգտագործելով բոլոր քաղկալանավորներին մեր ամուր զորակցությունն ենք հայտնում, հատկապես այս պահին Նարեկ Սամսոնյանին, որը գտնվում է հացադուլի մեջ։ Հիմա, որ երկրում կան քաղկալանավորներ, ընտրությունների մրցակցային բաղադրիչը վտանգված է։ Չեն կարող երկրում լինել քաղկալանավորներ, քաղկալանավորների արկայությամբ տեղի ունենան օրինական ընտրություններ։ Չկա, նման բան չկա աշխարհում, նման նախադեպ գոյություն չունի, որտեղ իշխանությունը հենց այդ նպատակով էլ պատանդ մարդկանց վերցնում է,
որպեսզի հասարակության մեջ վախներ շնչի։ Չեմ բռնում են մեկին, վախացնում են հարյուրավորների կամ հազարավորների։ Համար առաջին մեր խնդիրը պետք է լինի հասարակության հավատի վերականգնման, կարևոր բանալի է հասնել նրան, որ քաղաքականավորներ երկրում չլինեն։ Ռեպրեսիաների դադարեցնելու կարևոր հարցը նաև հակաեկեղեցական հակասահմանադրական կամպանիայի կասեցումը։ Կրկնում եմ, այս երկու հարցում ընդդիմությունը պետք է խիստ միասնական եւ նպատակային լինի։ Սա կապ չունի, քանի ցուցակով կմասնակցենք ընտրություններին։ Բացարձակապես կապ չունի։ Օրինակ ձեզ հաստատապես չի հետաքրքրում Ադրբեջանում կամ Կենտրոնական Ասիայի որևէ երկրում ընտրություններում ԵՓԱ ով է հաղթում, քանի տոկոս, որովհետեւ դուք ինտուիտիվ այդ ընտրություններով չեք հետաքրքրում, որովհետեւ այդ երկրներում կան քաղաքականավորներ։ Նիկոլ Փաշինյանը մեր երկրի ճակատին փակցրել է քաղաքականավորներ ունենալու ամոթալի խարանը։ Սա խայտառակություն է, երբ որ մարդիկ կարծիք ունենալու համար հայտնվում են բանտերում։ Ես էլ եմ կարծիք ունենալու համար բանտում երկու անգամ հայտնվել քաղաքականավորի կարգավիճակով։ Նիկոլ Փաշինյանի ասած, ոնց է ասում, բռնատիրական կոռումպացված ժամանակներում 2004-8 թվերին, որ կարծիք ասելու համար ազատազրկվել է։ Բայց իմ կալանքը կամֆորտ պայմաններում ընթացել։ Ինչի համար կամֆորտ։ Չէ, պայմանները նույնն են բանտի, կարող ավելի վատ, որտեղ ամեն դեպքում 20 տարի անցել է։ Որովհետև այն ժամանակ ակտիվ փողոց կար։ Այն ժամանակ կար միջազգային հանրության շատ ուժեղ ճնշում իշխանությունների վրա։ Ու բազմաթիվ բաներ կային այն ժամանակ, որ հիմա չկան, բազմաթիվ։ Եվ քաղաքականավորները գործոն էին։ Օրինակ ես իմ 15 օրվա հացադուլով շատ մեծ հաջողություններ եմ գրանցել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ։ Ես հիշում եմ իմ մոտ այնքան դեսպան ու դիվանագետ էր այցի գալի, որ ես քաղաքականավոր էի։ Իսկ թվում էր ես ուղղակի աշխատանքի տեղս փոխել եմ, քրեակատարողական հիմնարկում գործի եմ։ Օրակարգ ենք դելադրում։ Օրինակ իմ հացադուլի ժամանակ ես իմ հացադուլի մասին ես ինքս տեղեկատվություն էի ստանում Ազատություն ռադիոկայանից։ Ազատություն ռադիոկայանը սկսվում էր իմ հացադուլի մասին ռեպորտաժով։ Շատ լավ հիշում եմ։ Հիմա ցավոք սրտի չկա հումանիստ արևմուտքը խուլ ու համր է դարձել։ Դուք չկարծեք իրենք չգիտեն այն այլանդակությունների մասին, որ անում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց իրանք արժեքները մի կողմ են դրել, աշխարհաքաղաքական շահերով են առաջնորդվում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Հայաստանը դարձնի պրոքսի պատերազմի գործիք, ինչը այս պահին ձեռնտու է արևմուտքին։ Դրա համար իրանք խուլ ու համր են դարձել, չնկատելու են տալի ու պատասխանատվություն են կրում Հայաստանում ձևավորված այս այլանդակության համար։ Պատկերավոր մի բան ասեմ, հիմա եթե Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում մարդ ուտի, ու կարանա իր զոհին ներկայացնի որպես ռուսական գործակալ, կայակալ ասած ապահարելու է, ասի կեցի հայկական ժողովրդավարությունը։ Վստահ եղեք։ Դրա համար այս խնդիրը ես այսքան կարևորում եմ, որ պահին արևմուտքի ցուցումները Նիկոլ Փաշինյանը չդարավ, չկատարեց, կասկած չունենաք արևմուտքի կողմից հռչակվելու է որպես Սադամ Հուսեյն, հրեշ, չգիտեմ ինչ։ Այդ երկակի ստանդարտները, այդ միշտ ա եղել, միշտ։ Այն իշխանությունները, նախկին 3 իշխանությունները չեն պարել դուդուկի տակ արևմուտքի, դրա համար նրանց օրոք երբ որ քաղաքականանավոր ա եղել, միջազգային բոլոր կառույցները շատ բարձրաձայն այդ մասին խոսել են։ Իհարկե բոլոր իշխանությունների օրոք էլ եղել են քաղաքապանտարկյալներ։ Բոլոր Հայաստանի բոլոր 3 իշխանությունների օրոք եղել են քաղաքականավորներ։ Բայց մի դեպքում իրաց դուդուկի տակ չպարող իշխանություններ են եղել, իշխան բանը միջազգային հանրությունը կառույցները արձագանքել են, հիմա շատ խուլ համր
Կեցը հայկական ժողովրդավարությունը մի հատ էլ 15 միլիոն եվրո տալիս են, որ այդ այլանդակությունները շարունակվի եւ այլն եւ այլն։ Երկրորդ հարցը. արդյոք ես իրատեսական եմ համարում, որ այս ընտրություններում միասնական ցուցակը հնարավոր ընդդիմության։ Միանգամից ասեմ, ոչ, ու ես այս դիսկուրսի մեջ ընդհանրապես չեմ մտնի, որտեղ ես ուտոպիաների մասին խոսել չեմ սիրում։ Դա ուտոպիա է։ Միասնական ընդդիմություն չի լինում։ Ի տարբերություն իշխանության, ընդդիմությունը մի կենտրոնից ղեկավարող հիերարխիկ հիմնարկ չի, որտեղ բուրգի գլխին կանգնածի ցուցումները կամ հրամանները բոլոր սեգմենտների վրա տարածելի լինեն։ Ընդդիմությունը բազմաշերտ, բազմաբևեռ կատեգորիա է։ Եվ ես կարծում եմ այդ խոսակցությունները միասնական ցուցակի մասին նույնիսկ վնասակար են, որտեղ հասարակության մեջ ձևավորում են սպասումներ, որ այս ամբողջ ընդդիմությունը կմիավորվի։ Չմիավորվելու պարագայում սկսում են հիասթափություններ։ Ես հասկանում եմ, որ մի շարք մարդիկ միասնական ցուցակի մասին խոսում են ազնիվ մղումներով, բայց կոչ եմ անում այդ խոսույթը չտանել, որովհետև հետո դա իշխանությունը օգտագործելու է որպես հասարակությանը հուսահատեցնելու, ընդդիմության թուլությունը ցույց տալու գործիք։ Ընդհանրապես այդ միասնական ընդդիմության թեզը միշտ անցած 30 տարիներին գցել են իշխանությունները, որ հետո ասեն ժողովուրդ եք, ինչքան անմիաբան վատ ընդդիմություն ունեք, չեն կարողանում միավորվել։ Դա համար շատ անկեղծորեն իմ շատ ընդդիմադիր գործընկերների կոչ եմ անում այդ ուտոպիստական խոսույթը թողել մի կողմ, բայց դեմ եմ նաև, որ շատ փոքր կուսակցություններով մասնակցենք ընտրություններին եւ ձայներ փոշի հասնենք։ Ես տեսնում եմ, որ հիմա 4-5 կոնսոլիդացիոն կենտրոն ձևավորելու հնարավորություն կա։ Եվ կոչ եմ անում մեր հասարակությանը այդ 4-5 կոնսոլիդացիոն կենտրոնների մեջ, ես այդ 4-5 կոնսոլիդացիոն կենտրոնները դուք բոլոր սոցհարցումներից գիտեք, նորություն չի, այնտեղ թվերին ուշադրություն մի դարձրեք, մի տենդենսներին ուշադրություն դարձրեք, 4-5 կոնսոլիդացիոն կենտրոնները երևում են։ Դա Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորող կոնսոլիդացիոն կենտրոնն է, դա Ռոբերտ Քոչյանի շուրջ ձևավորող կոնսոլիդացիոն կենտրոնն է, դա Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող կոնսոլիդացիոն կենտրոնն է, Դոգնագործոն, որը չենք կարող անտեսել։ 4-5 կոնսոլիդացիոն կենտրոն կա, էլի եմ ասում։ Հետևաբար բոլոր կարող մարդիկ, այդ 50-100 կարող մարդիկ կան, որ այս տարիներին հեռուստաէկրաններին տեսնում ենք, շատ արժեքավոր մարդիկ, իրենց մերիտոկրատիկ հատկանիշներով, իրենց քաղաքացիական դիրքորոշումներով, շատ լավ կլինի, որ այս 50-100 մարդիկ իրենց առաջարկներով, իրենց անձնական որակներով հարստացնեն այս 4-5 կոնսոլիդացիոն կենտրոններից մեկը, ամեն մեկը ըստ իր քաղաքական նախասիրության եւ ձևավորվի իրոք կեսունակ 4-5 այլընտրանքային կենտրոն, որոնք կարող են շատ լուրջ դեր ունենան որակական փոփոխությունների ձևավորման հարցում։ Այս գաղտնիք չեմ բացահայտի, թերևս որ ասեմ, որ մեր կուսակցությունը դերևս շաբաթներ, ամիսներ առաջ ավելի շուտ հայտարարել է, որ մենք աջակցում ենք Գագիկ Ծառուկյանի հեղինակած առաջարկ Հայաստանին նախագիծ կոնցեպտին։ Հիմա դերևս ձևաչափային որևէ քննարկումներ չկան, մենք հրապարակավ հայտնել ենք մեր դիրքորոշումը, կսպասենք առաջարկի, շատ ակտիվ կմասնակցենք քննարկումների, մեր կուսակցությունը հաջորդ շաբաթվանից սկսած շատ ակտիվ հենց այս նույն հյուրանոցի տարածքում, շատ ակտիվ մասնագիտական եւ հանրային քննարկումների շարք է նախաձեռնում, որպեսզի մենք էլ մեր առաջարկային փաթեթները ներկայացնենք այդ մեծ առաջարկի մեջ եւ ձևավորենք քաղաքական օրակարգ։ Դե մեր կուսակցությունը իրեն հրճակել է որպես 3
սոցիալական, հասարակական խմբերի շահերի արտահայտիչ։ Ամեն օր տրանսպորտով գործի գնացող եւ եկող մարդիկ են։ Դա փոքր եւ միջին բիզնեսն է եւ դա ոչ նոմենկլատուրային մտավորականությունն է։ Այս երեք խմբերն են փոփոխության շարժիչը։ Այս երեք խմբերը ինչպես կեղեքվել են նախկին համակարգի կողմից, այնպես էլ կեղեքվում են այսօր։ Խայտարակ ձևով են կեղեքվում։